Because government about ու էսի են ֆակտորն է, էլի, որ անցնում են տարիներ ու լսում ես, էլի, ու ընդունում ես, էլի։ Այո, կանցնեն օրեր, տարիներ։ Հա, մենք խոսացինք վերջում ճամփորդությունից ու իրոք դա ահավոր հետարքի սպეციფიկաներ ունի իր մեջ, այդ ճամփորդությունը։ Սիրում ես ճամփորդել, Սարգիս։ Հա, ասեն pick-up հարցերից են։ Միշտ չեմ ջոգի այդ հարցին ինչա պետք պատասխանել ընկերոջ։ Հա, չէ։ Բայց չեմ ընկալի ես այդ հարցը, էլի։ Այսօր ընկերս շատ լավ բան ասեց, որ գնացել էին իրանց մոտ ֆռալու։ Եկանք բանը գնացքի կայարանում սպասում ենք, այդտեն զրուցում ենք բան։ Հարցրի երբ էլ մեկ էլ արձակուրդ բան, դրանից եկանք հասանք ճամփորդության, որ շատ լավ բան ասեց, ասում ախպեր ճամփորդությունն ուրիշ է, ասում է, ու գնալ հանգստանալ ուրիշ է։ Այո, լավ։ Երբ որ դու գնում ես հանգստանալու, հետո ես տենց, չգիտեմ, ամեն ինչ full դրածա, կոմպլեքս ինչ որ հյուրանոց ես գնում, հա, all inclusive, հա։ Դուշ չես գալի, դուշ չես գալի, ինչ որ կոկտեյլը վեկալար, հելար քո զոնցիկի տակ նստար, ծովին տեսար, հերուն տեսար, հելար եկար, հացը լավ կերար, հելար քնար, էտա։ Հա։ Իսկ ճամփորդելն է նա, երբ որ դու պետք է ոնց որ պատրաստել ես, օրը մի 30 կիլոմետր քայլելու, որովհետև դու եթում ես տենալու, փնտրելու ես դու գնում։ Օրինակ իմ էությանը համապատասխանում է ճամփորդությունն այնքանով, որ ես սիրում եմ փնտրել, բացահայտել, նորը տեսնել, ու այդ նորի էներգիան ստանալ, հասկանալ իմի հետ ինչ կապ ունի, ասես բաներ, էլի, հա։ Ու նաև էդի ոնց որ իմ հետ զուգորդվում է այն առումով, որ ես սիրում եմ նոր կյանքեր բացահայտել, նոր տեղերում, թե մարդիկ ոնց են ապրում այդ տեղերում։ Էդի ինձ մեծ համեմատության մեջ է բերում զուտ այն երկրներում, որտեղ ես ապրել եմ, համեմատության առումով, թե այնտեղ մարդիկ ոնց են ապրում։ Ու այդ տարբերություններն ինչումն են կայանում՝ լավ, վատ, միջակ, միջին, աղքատ, հարուստ։ Այդ սաղ մի համակցության մեջ ոնց որ դու կարողանում ես ինչ-որ պատկեր կազմես աշխարհի մասին, թե տարբեր տեղերում մարդկանց կյանքի տեմպը, անհոգությունը, հոգսաշատությունը, կյանքի պահը զգալը, ոնց որ նախորդ բաներում ենք նշել, ոդքասթներում կամ вообще սիստեմի տակ տարապելը, բանը, տարբերություններին դու գալիս ես։ Բայց մյուս կողմից ինչ որ քո ասացի համաձայն ինչ որ fake բան կա այս ամեն ինչի մեջ, այս դարում, որ շատ հասանելիություն է ստացել ճամփորդությունը։ Մարդիկ կարում են անգամ այն ամենափակ երկրներից դուրս գան գնան աշխարհը Եվրոպան տեսնելու բան ու ոնց որ այդ թեզը բերել է նրան, որ դա ինքնաճանաչման ինչ-որ մեծ բան։ Այդ մասնիկը կա դրա մեջ, օրինակ գնալու, փնտրելու, հա, փնտրեցի, դու քո մեջ ինչ-որ բաներ ստացար։ Բայց մեկը էդի քեզ այն ինֆորմացիոն բազան չի տալու, որը որ քեզ կտանի բուն քո ինքնաճանաչման մեջ էլ։ Եթե դու քո մեջ հակում չունեցար ինքնաճանաչվելու։ Հա։ Հիշում ես անցած ամառ ինչքան մոդա էր բան Իտալիայի վիդեոները Instagram-ում։ Շո։ Այն բանի երկի տակ են Սարա Պերկետի համո։ Հա, ճիշտ է։ Կլասիկ, ապա ծանված ինչ-որ հիմար բաներ։ Ու գնում ես հռոմ, ջոգում ես բան, տենց ինչ-որ ամերիկացի թինեյջերներ են, այնքան կարճ են հակած, որ կարա ինչ հակնեին, ու տենց ինչ-որ բախտ են որոնում հռոմում էլի, պիցայի շուրջ։ Հա, ապերոլ, ինչ-որ սենց բաներ։ Կլասիկ, ծանված, զիբիլ բան, ասենք երբեք ինձ այդ չի ձգել, չգիտեմ, ինչքան լոքշ պետք լինի կյանքդ, որ ձգի, ասես 8 հատ տենց վիդեո տենաս, ասես 9-րդը ուզում եմ իմ վիդեոն լինի։ Ես էլ եմ, չէ։ Որ ընկեր չէ, էլի արա։ Դու ընդամենը 9-րդն ես լինելու։ Այս բան արա, որ առաջին ալնես։ Կարող է ինչ-որ տեղ հակառակ բան ասեք, դու հա հակառակվում ես եւ այլն, բայց
Դե օրիգինալ լինի, էլի փորձես նես բան անես, որ չգիտեմ, օրինակ իմ բնույթը անընդհատ սխմում է, հակառակը սխմում, եթե ինչ-որ մի բան ես անեմ ու գիտեմ, որ դա ուրիշները արել են կամ ուրիշները անում են։ Չզգաս քեզ, էլի։ Հա, իմ մոտ էլ է դա տենց։ Ես էլ հակառակ եթան, որ ինչ-որ հետաքրքրություն տա։ Ճիշտ ես ասում։ Մեր հայերի մոտ օրինակ կա այդ ինդիվիդուալիզմը։ Գնա Վրաստանից ավտոբերեմ։ Լոդի գործանը։ Կլասիկաներ ապես։ Սեզոնային կլասիկաներ է դա ասենք։ Գիտես ինչի վրա եմ խփնվում, հո։ Խամյակա խաղում ախպեր։ Հա, ապեր, ես եթե տեսնում եմ մի հատ բում կա, որը իմ բնույթը ինձ հեռացնում է այդ բումից, քան մոտեցնում։ Մարդիկ կան։ Այդ բումի մեջ մտնում են տերակից, իրանք քամում են ինչը որ իրանք կարող են վերցնեն, հա։ Բայց երբ որ ես տեսնում սաղ գցվում են այդ հոսքի մեջ, որ ասում եմ, ես չեմ ուզում դրա մեջ լինեմ։ Դա բնույթի հարց է։ Բայց ես հասկացել եմ, որ այն մարդիկ, որոնք որ գցվում են այդ հոսքի մեջ, լավ էլ կարող են պոկեն ու լավ էլ իրանք կյանքը դրանով բերեն, չգիտեմ, ասած բարվոք վիճակի ֆինանսական, հա։ Այո։ Արա, բայց ես չեմ կարող, ես չեմ կարա, ես փորձել եմ, ես մտածել եմ, մտորել եմ, ինչ անեմ, որ ինձ եկամուտ բերի ու ես ինչ որ пассив եկամուտ ունենամ, տամ իմ կյանքը ստեղծագործական կյանքին, էսինենին, սենց ինչ որ բաներ, հա։ Հա։ Արանգեր, բայց ես էդի իմ էությանը դեմ է, եթե ես մի բան անեմ զուտ փողի համար, հասկանում ես դու։ Եթե խոսքի թեման պետք է լինի, գիտես ինչ, ես ըստեյս պատրիշկա եմ ուղարկում, այս ուրիշ երկիր, օրինակ, հա, ու գիտես ինչ, հա, լավ կլինի, որ էդի լինի, փող կբռնեմ։ Որը ես իմ մեջ չեմ կարող գտնեմ այդ մոտիվացիան, այդ process-ը կատարելու, որովհետև ես դրա մեջ իմաստ չունեմ, հասկանում ես։ Իմ համար փողի գալուստը պետք է լինի արդյունք։ Ես պետք է մի իմաստալից բան անեմ, որի շնորհիվ փողը գա։ Իմ համար իմաստը փողը չի, հասկանում ես ինչի նկատի ունեմ, հա։ Հա։ Պիտի հետևանք լինի, էլի փողը։ Պետք է հետևանք լինի փողը, այ ապրես։ Ու երբ որ խոսքի մտքեր են գալի, ասում ես, էս արա, այն արա, բայց դու ջոգում ես իմաստը բերվավ, ընկավ փողը առաջի պլան, այսինքն իմաստը դարավ փողը, ես արդեն ահավոր հետ եմ մղվում, ասում ես ինչ չեմ տենում դրա մեջ երկարաժամկետ։ Ես չեմ կարա դա անեմ, հասկանում ես։ Ու գուցե, եթե դու անես դա, կարող է բերի քեզ փող։ Բայց երկար եթե չես լրվելու դու դրա մեջ, արդեն իմաստ չի կրում կամ եթե անգամ խոսքի դու դա անես ու դրա մեջ իմաստ չգտնես, պետք չէ դա անես, էլի սենց է դառնում, հա։ Հա։ Բայց մի հսկա զանգված է դա անում, ու այդ փողը վերցնում։ Հա։ Հա։ Ու իրանք կարող են ազատվեն, իրանք կարող են ազատական կյանք վարեն, իրանք կարող են լավ էլ էսկոմենկոմ գնան հանգստանան եւ այլն։ Ինձ թվում է իրանցն էլ է կատեգորիա, էլի, ասենք այդ հայկական կլասիկ բաները, որ նայում ես, ոնց որ առևտրական մենթալիտետն է։ Այ ապրոց, որ հայերը շատ հայտնի են լավ առևտրական լինելով, էլի։ Հա։ Շատ ուժեղ առևտրականներ, ասենք ամեն տեղ էլի, ոչ միայն Հայաստանում էլ, հա, շատ հին պատմություններ կան փախած։ Հա, ես էլ եմ լսել։ Ու հա, մեր սկիլերը էդի ունեն, մեր սկիլերն էդի ունեն, ուղղակի հենց այդ է հարցը, որ օրինակ մենք չենք կարող, ես օրինակ զգում եմ, ես չեմ կարող առևտրի մեջ, որովհետև զուտ իմաստ չեմ գտնում դրա մեջ։ Որովհետև առևտրի մեջ քո միտումը փողն է, всё։ Չեմ անում, բայց ինչից եկանք հասանք սրան, որ ճանապարհորդությունից եկանք ուր հասանք։ Առևտուր։ Հա։ Բայց զուտ ճանապարհորդության մեջ ուզում եի ասել, որ տխուր պահել կա, որ ժամանակին ինձ էլ էր թվում, որ դրա մեջ լիքը ինքնաճանաչություն կգտնեմ ու տվեց ինքը ինձ լիքը ինքնաճանաչություն, որովհետև էական չի, եթե փնտրում է մարդ, միշտ էլ ինչ-որ տեղերից ինչ-որ մասնիկներ գտնում է, անալիզ անում ու իր մեջ ինքը իրան ոնց որ առերեսվի, ինքը իրան փնտրի ու ինչ-որ տեղերում գտնի իրան։ Բայց մյուս կողմից էլ ճանապարհորդության մեջ ահա որ տխուր պահել կա, երբ որ դու ես օրինակ միշտ մենակ եմ ճանապարհորդում, համարյա միշտ։ Մենակ եմ ճանապարհորդել ու այդտեղ այդ էմոցիաների բուրըն ինչ որ պահեր ես դու ապրում, որը կուզեիր կիսել։ Ու դու էդի մենակ ես ապրում, մենակ ես զգում, ճիշտ է, այդ ցավալի է մի քիչ
ու այդ ցավը բերում է քեզ նորից կոմոդ ու ինքնաճանաչման, բայց մյուս կողմից էլ ներս այդ գոռում է, բումեր ես ապրում, ուզում ես գոռաս ու մեկը խոսքի կիսի կողքից է հասկանում ես։ Հետաքրքիր։ Բայց հենց այդ այնքան դժվար է, որ դու գտնես մարդկանց կամ մարդու կամ բան, որը որ այդ նույն բումերը իրան էլ բումեր կտան։ Որ դու հայտնես իրան, ասես տեսար ջոգին ինքը ասի հա, յուրա բե։ Իսկ այս կլասիկի բանը, կլասիկ traveling-ը, որը որ այսօրվա դարում կա, գնալ, տեսնել, հա հի ապերոլ, մի հատ պիցա, նույն ռեստորանից նույն բանը ուտել, չէ, նույն գույնի բաները հագնել։ Ու կամ խոսքի այդ գաստրոտուրիզմը բան։ Ես այդ ամեն ինչ օրինակ չեմ հասկանում, որովհետև այդ ամեն ինչը հա, համային ճանաչելիություն է, էս այնա, բայց ախպեր, էության թեմա չի էլի։ Շաբլոն ապուշուտ, այդ ոնց որ ասենք բան էլի, գնաց Թուրքիա մազերդ կրակելու, տեն սերվիսներ կա, չէ՞ որ ասենք Տոմսը բան ինչ որ այրոպորտից վեկալում է լիմուզինը, հյուրանոցը, ուտելիք բան։ Սա մեջը դրած, էլի։ Միջև ըտեից դուս գաս, ասենք սաղ գծած է կոմոդ այդ ամեն ինչ։ Հետա դառնում էլի։ Ճիշտ է։ Կես թվում է թե դու յանի օպշն ունես, որովհետև հա ինչ որ մեկը չկա, ասում արի գնանդ է, բայց դու սաղ գծել ես, որ նույն տեղերը գնաս, նույն տեղերում նկարներ անես։ Ընկերա դե յանի ինչ էլի։ Հետարքիր է այդ ամեն ինչը ու հետարքիրը նաև են, որ երբ որ օրինակ ճանապարհորդում ես, այդ փնտրտուքի մեջ նաև դու փորձում ես ինչ-որ չափով արկածների մեջ քեզ գցես, որ պատմություններ նախորդներից մեկում խոսել ենք դրա մասին, որ մարդը ինքը պատմություն ստեղծող, գեներացնող ինչ-որ բան է, չէ, օրգանիզմ է, որ միշտ ուզում է ինքը պատմություն ստեղծի։ Ու ոնց որ դու դրվագների մեջ ընկնես կամ քեզ տանես գցես, որ քո համար դառնան պատմություններ հիշարժան, որ դու ասես տես ախպեր, ես օրինակ այդտեղ որ եղա, էսի ապրեցի, այս բանը տեղի ունեցավ իմ հետ։ Ու ես ինքնակամ օրինակ փորձում եմ ստեղծեմ, գեներացնեմ նմանատիպ պատմություններ։ Ինքնակամ ստեղծում եմ, հա, խոսքի, հա։ Հա, ստեղծում եմ, հա, այդ շատ ուժեղ է։ Ստեղծում եմ վիճակներ, որ փորձեմ այդ վիճակների մեջ ոնց որ կարողանամ հասկանամ, թե ես ոնց կտիրապետեմ ինձ այդ վիճակի մեջ, հասկանում ես։ Օրինակ, մի անգամ Պորտոյում դենտեղ շատ են, չէ՞, մոտենում բան, ինչ-որ խոտ ծախելու թեմայով բան։ Խիմենակ խոտ։ Հա։ Հերոկ պինդ մարմին, հա։ Ինչ ասնի։ Մի օր մեկը մոտեցավ ուրեն։ Բյուրեղներ։ Հա, մեկը մոտեցել ասենց, դե որ մոտեցավ տես բան, ասի դե լավ, կային ես էլ հեսա մեկին եմ մոտենալու։ Իրանցից մեկին հենց էլի հասկանում ես։ Յանի ինձ դնեմ բանի տեղ, ոչ մի տեղեկություն չունեմ, որ ինքն էլա ծախում, դեռ կայնած են իրանք, չէ։ Ասի կայնը մոտենամ մի քիչ ֆռիկ խաղամ էլի բան։ Մողամ ջոկեմ էլի։ Հա։ Մոտեցասի, կուզես, ասի դες ծախում եմ բան, ու հիմա կպել եմ սրա գլխին, թե բա առ էլի, չէ։ Դեսի, հա, նարն եմ։ Այ որ ինքը չի ասում, այլ ես եմ այդ գործնալու, թե ես ինչ ես անում ջոգում, բան։ Բոցեր այդ բաղը, ու տես պատմություններ ես դու սարքում, որ հիշողություններ, ու այդ հիշողությունները, որոնք որ ասենց ինտենսիվ են լինում, ստպվում են գլխումդ։ Օրինակ դու ստեղ ես ապրեցիր, այնտեղ այն ապրեցիր, հասկանում ես, կայֆ է։ Կամ խոսքի չգիտեմ, Նապոլեոն, որ տես սևերի թաղամասներ կա, չէ։ Արա, դե այնտեղ ընկեր գիշերը 10-11-ին մտնես այդ սևերի թաղամասը, դու չգիտես, այնտեղ կարող միտեղ խոսքի ոտ են կդրում, ես իվտես պատկերացումներ ունես, չէ։ Ես օրինակ սիրում եմ, այդամ քիթս մցնեմ մտես տեղեր։ Այսինքն ոչ թե բան, որ մի քիչ վտանգ դառնա բան, էլի։ Ու խոսքի մտա ախպեր, թե Նապոլեոն, թե Պալերմոյում։ Որ այդ թաղամասներում խոսքի ոնց որ Ռիո դե Ժանեյրոյում են ամենավատ թաղամասները, բոշկեն դրած կրակարած լրված կողքերը սևերը, բան ջոկում ես։ Ու խոսքի վրա էլ մի քանի կամերաներ, բաներ էլի, ասենց այդում եմ մի 3-4 հազար եվրոյի ինչ-որ ապրանք։ BBC-ի պաշտոնական ներկայացուցիչ։ Հա, ջողում ես ու կամերան էլ կողքիցս կախած, դաժե փակել չի։ Այն որ 3 հոգի գային, ասած ականջներից էս բռնեին թափտային սաղ գնեն, ասած լարեին խոսքեր չերևաս, այդ սկարային ալեին, հասկանում ես։ Բայց դե տենց ասեցի ուզում եմ մտնեմ բան անեմ, մի քիչ տենց ադրենալին զգամ էլի ջոգում ես, հա։ Այդպես բաներ անում եմ, դրա համար օրինակ ինձ դուր է գալի գնալ այնց երկրներ, որտեղ որ մի քիչ ադրենալինդ կարաս բարձրացնես, էլի, որ
պիկ զգացումներ կարաս ապրես իրանց կյանքի իրավիճակներից հասկանում ես կամ չգիտեմ մայթով քայլում ես մեկ էլ մոպեդները վերովը տեսա կանցնեն բան էլի այս տիպի բա քեզ ինչ է օրինակ դու գալի ճանապարհորդության ես երբեք ադրենալին ման չեմ գալի լուրջ ես ասում ապահովություն ավելի շատ ինձ թվում է մի քիչ գիտես ինչ բայց թվում է սաղ ման են գալի այս կյանքում ադրենալին բայց նայած ինչի մեջ ես ման գալի ճիշտ ես ասում Ինձ թվում է իմ mindset-ը եւ այլն է կյանքում։ Այդ երևույթը էլի, ասենք կյանքը առասարակ իրանով իմ համար արդեն ադրենալին է, էլի, որ ոնց ապրեմ ես այս կյանքը ընդհանուր ճիշտ։ Ոնց որ վախ է տալի, ինչ որ հետաքրքրություն է տալի ամեն օրը։ Այսինքն իմ համար ոնց որ հավելյալ ադրենալին ես ոնց որ ման չեմ գալ։ Իհարկե կարամ թույն ասենք անեմ, եթե հետս մեկը կա, ասում արի նստենք այս 8 օղականոց կարուսելը, ասում եմ ոնց որ եմ դե ինչի համար Ոնց որ մի հատ է ասի արի նստենք, ասեմ դե արի նստենք, հա, ոնց որ։ Հա, օքեյ, տալիս ադրենալին։ Բայց լիքը տենց ասենք experience-ներ եղել է, բայց ման չի գալի իմ օրգանիզմը ադրենալին, չի փնտրում։ Չգիտեմ խի։ Հա, բայց նոր քաղաքներ գնալու այդ բանը շատ թույն է։ Ես ասենք մի բա հերավսս վեկալում էի, մենակ կողմնացիցն էի օգտագործում, ասենց ինձ դնում էի նախամարտու տեղ, նախամարտը շատ ասած մի քիչ հին մարդու տեղ ասում էի օքեյ գնում եմ հյուսիս կամ արևել կամ արևմուտք եւ այլն ոնց որ ուղղությունները դրանով եմ ճոկում միջև այդ քարտեզը նայում էի մի 20 րոպե ասենք քաղաքի փորձում էի հիշել ինչա կատարվում հա ու շատ կայֆ էր ասենք տես դնում էի նայում էի քայլում էր չգիտեմ սոված եղար ծառավեղար մտնում էր ինչ որ միտեղ փորձում էր ինտուիցիա զարգացնել հա ասենք ջոգեր էսի լավ տեղա չէ էսի այդքան էլ լավ չի երևում բան արի մյուսը փորձեմ եւ այլն հա անկապ մարդկանց էր բռնում ինչ որ բան հարցեր էր տալի որ Ստևանս գնամ ընդևանս գնամ ես էլ եմ անում ինչ որ տենց ինչ որ բաներ ջոգում ես էլի հա Ճիշտ է, ես էլ օրինակ տեղանքի կողմնորոշման առումով երբեք իմ մոտ խոսքի գծագիր չկա, վայ, այդ համես տեղը, այնտեղը, եթե այս տեղը բացվավ, օրինակ ես բանը հռոմ գնացել եմ, 3 անգամ գնացել էի, բայց Թրևի բանը չէի գնացել, այդ Թրևի այդ հուշարձանը, ֆոնտանը չէի մտել, որովհետև ոտս այդ կողմ չէր տարել։ Ես գիտեի, որ էդի կա Բայց 3 անգամ ես այդտեղ եղել եմ, ես չեմ բաց հետենամ, էդի ուրա։ Որովհետև միշտ թողում եմ իմ ինտուիցիային, տեսա այնտեղ մի հատ գմբեթ։ Հա, դա էլ է ուժեղ։ Որովհետև այդ պահին այդ լիցքը դու ունես, տեսել ես, ուզում ես այդաս այդ կողմը բացա այդես։ Քեզ պետք չի այդաս դնես խոսքի պծիշկեն, որ դու տեղ եղար, այլ էմոցիայով է շարժվում դու։ Ու խոսքի եղել է դեպքեր, որ ասենց քայլեմ այս գմբեթից այն գմբեթը, այս շենքից այն շենքը տեսնելով։ Գնացել ես, հասել ես օրինակ, ջոգել ես, հա, քաղաքի ծերն ես արդեն։ Ես իմ ուր ես հասել։ Կորցրել ես։ Այդտեղ խոսքի Google Maps-ը բացել եմ, հա, ջոգել եմ խոսքի, չգիտեմ, 5 կիլոմետր քայլել եմ կենտրոնից դուրս արդեն, օքեյ, ախպեր։ Դե լավ, ջոգեցի որ դե ֆռացի ախպեր, գտա ուրիշ ճամփա, հետ եմ դառնում։ Երբեք գնացածս ճամփով չեմ փորձում հետ դառնալ, որ նոր բան տեսնեմ, էլի, հա։ Որ դա է հետաքրքիր էլի, որ տենց անուղղություն քայլում ես, այ օրինակ այդ քորի ասած օրինակի դեպքում ինչ որ ուղղություն ունես, բայց որ անկապես քայլում, քայլար, ինչ որ փողոցը բրծավ, հիմա պետք է ուղղություն ընտրես։ Հա։ Ասենք մի 2, 3, 4 սենց ուղղություններ կա։ Ճիշտ ես ասում, ընտրություն։ Ասենք էդ է ոնց ես ընտրում ընկեր։ Էդի շատ գեշ բա, ասենք ես մի պահ տենց հռոմում խոսքի տենց քայլում էի անուղղություն, մի պահ սենց կայնա, ու երևի առանց չափազանցնելու մի 20 րոպե ուզում եմ բռնեմ ինձ այդ էմոցիայի վրա, ուզում եմ անալիզ անեմ էմոցիաս, թե որ ուղղությամբ եմ ուզում գնամ ու խի։ Ոսս խորացել եմ երևի, ասենք կարող է կողից նայում են, ասում են բան, ասենց էրորա տվեմ, օտել լրվել է կամ եսիմից, ուղղակի կայնած նայում եմ, այդ ուղղություններն եմ ուզում ջոգեմ, ոնց որ ուզում ես էմոցիա անալիզ անես, ջոգում ես, որովհետև էմոցիան ինքը տրամաբանական բան չի, ոնց որ reasoning չի, բայց ես փորձում եմ reasoning հաղորդեմ էմոցիային, ուզում եմ reasoning-ի անունից ոնց որ բան անեմ վրան, գահակալ եմ վրան, էլի, ոնց որ ասեմ Լարի մեծ ես անալիզ անեմ իմ էմոցիաները, խեմ ես ուզում ես ուղղությամբ գնամ օրինակի համար։ Հետարքիր է դա շատ։ Վերջը մի հատ նեղ արանք բռնեցի, որը մի թեթև գունավոր sense մի հատ ինչ-որ բան ուներ։ Կզորակ ուներ, ինչ-որ մասս խանութ կար, sense վրան sense կարմրադեղնավուն sense գծավոր բաներ ինչ-որ։
ու նեղ արանքեր, ներփանցքեր, այն մսները ավելի լայն փողոցներ են։ Հա, ինչ է տարկիր ախպեր։ Գիտես, էսի որ ասացիր, ես օրինակ չէի մտածել, շատ լավ ոնց որ մտքի վրա ոնց որ եկա այն առումով, որ Էդի ոնց որ երբ որ կյանքի վրա պրոյեկտ ես, դառնում է նաև կյանքի որոշումների թեմա, չէ՞։ Դու միշտ կանգնում ես բազմապիսի որոշումների առաջ։ Դիլեմաների առաջ, կեշապը։ Կեշ, ու դու չգիտես որ մեկը ընտրես։ Ու նայ, այսինքն ամեն խաչմերուկին քո կյանքի, որոնց որ դու կանգնել ես, հազարավոր, հարյուրավոր խաչմերուկների։ Դու այդ որոշումների արդյունքում հիմա գտնվում ես այստեղ, ու դու ես մարդն ես, ով որ դու կաս։ Ու երբ որ գոհ ես դու ես արդյունքից, թե դու որտեղ ես ու դու ով ես, դա նշանակում է քո ինտուիցիան, որը որ կանգնացրել է քեզ այդ խաչմերուկներին ու դու ընտրել ես այդ ճամփեն ու դրան գումարած նաև քո միտքը, քո սիրտը, քո ամեն ինչը, ոնց որ մի կողմ է բրթել։ Բայց ինչ որ խաչմերուկների դու կարող ես նախապատվությունը տվել ես ավելի շատ մտքին, միտեղ ավելի շատ սրտին, միտեղ ավելի շատ եւ այլին։ Ու եկել հասել ես այստեղ։ Ու ամենասիրուն փաստը այն է, որ դու չես փոշմանում, որովհետև դու որ ճամփեն էլ մտել ես, դու այդ ճամփեն պատվով ես անցել, ու այդ ճամփից լիքը բան վերցրել ես քո համար սովորելու։ Ու շատ ժամանակ հիմա որ ասացիր ես ընտրեցի մի նեղ ճամփա, շատ ժամանակ նաև որպես քեզ չելենջ ընտրում ես հենց այդ նեղ ճամփեն։ Որ նեղով գնաս, որ այդ նեղից ինչքան նեղ է բնականաբար, այդքան դու ավելի շատ ես վերցնում, որովհետև նեղ ճամփով քայլելը հեշտ բան չի։ Չէ, տեսանելի չի ինքը։ Ուժեղ բան ես ասում, հա։ Չգիտեմ, ես ու դրա համար ինձ թվում է կարելի է դաժե traveling-ի մեջ ունեցած քո բանը, քո կերպը, ոնց ես դու լինում traveling-ի մեջ, կապել հենց նրա հետ, թե ոնց ես դու կյանքում լինում։ Օրինակ ես սպոնտան որոշումներից էմոցիաներ եմ ստանում։ Ես սիրում եմ սպոնտան լինել։ Իմ համար օրինակ չգիտեմ, իմ ընկերը զանգյասի հելնեք կոֆե խմելու, սկսեմ հա ախպեր, պաուզա եմ վերցնում գամ։ Որովհետև այդ իմ համար էմոցիա է, ու այս պահին մենք կապրենք, այդ էմոցիան չի պարպվել, մենք մի շաբաթ առաջ չենք որոշել, այլ հենց այս պահին։ Մենք 15-ից րոպեից կես ժամի ընթացքում իրար տեսանք, ակտիվ, ոգևորված, գնաց մի խորը լավ զրույց, դրանից այն որ մի լավ թիքա բան ստացար ախպեր, զգացողություններ էլի, ասես մի բուկետ, ու դու գնացիր էլի քո անելիքին։ Իսկ երբ որ դու վեկալում ես, ընտրում ես, այս տեղից գնամ այն տեղը կտեսնեմ, այն տեղը, դա դառավ այն, որ մենք մի շաբաթ առաջ պայմանավորվել ենք, որ այսօր այս ժամին տեսնվելու ենք, ու այդ էմոցիան արդեն պարպվել էր, որովհետև մենք սպասել էինք դրան։ Հա, շատ լավ ես ասում։ Ու ինձ թվում է մարդու կյանքը, դաժե կարաս դու ամեն ինչի վրա պրոյեկտ ես, թե մարդը ինչ որոշումներ է կայացնում իր կյանքում։ Օրինակ տեսնելով իր աշխատելը, տեսնելով իր ներգրավվածությունը ընտանիքի մեջ, տեսնելով իր վերաբերմունքը իր ծնողներին, տեսնելով, այսինքն ինձ թվում է հազար ու մի ասպեկտներ կա, որոնց վրա որ դու մի քիչ խորանաս, դու կարաս մոտավորապես պատկերացնես, թե այդ մարդը իր կյանքի որոշումները ոնց է կայացնում, էլի։ Սիրուն է այդ ամեն ինչը տեսնել, այսինքն, քանի որ դու ապրել ես ու դու ինքդ քեզ անալիզ ես արել այդ ասպեկտներում, քո համար արդեն հայտնի է, թե ոնց լինես, որ ոնց ուր լինես կամ ուր քեզ տանի, թե դու գիտես օրինակ դու ծնողներիդ հետ այս կապը ունես օրինակի համար, հա, ու դա արդեն քեզնից լիքը ինֆորմացիա է ինձ տալիս, թե դու քո ապրելակերպի մեջ ոնց կլինեիր, հասկանում ես։ Չգիտեմ, ես տենց եմ տեսնում։ Ամեն ինչ կարելի է իրար հետ կապել ու ինֆորմացիա ստանալ մարդուց, մարդու ապրած կյանքից ու իր ունեցած որոշումներից էլ։ Հա։ Բա, իսկ вообще այտենց վախ ունես օտար տեղերում լինելուց։ Վախ։ Ապահովության, բան, ասես թեմաներ։ Չէ, երևի գիտես։ Չէ։ Կարող է նրանից է, որ
իմ դեմքը տենց ունիվերսալ դեմք է։ Ոնց որ ուր դե լինեմ, կարան համարեն, որ իրանցից եմ։ Հա։ Նույնիսկ տենց ագին երկար ժամանակ սիրում էի տենց խաղալ, էլի որ նոր մարդ էի տենում, ասում էր որտեղից ես, ասում եմ ինչ ես կարծում որտեղից եմ։ Ու դե ինչ ասես չենք կրակում, ասենք Մարոկոից, Պորտուգալիայից սկսած մինչև արաբական երկրներ, Գերմանիա, Ավստրիա խոսքի sense Նապոլիում ասում էին Ամերիկայից ես եւ այլն եւ այլն։ Ինչ ասես ինչ ասես չի կրակում, էլի, հա։ Ու երևի այդ բանը կա էլի իմ մոտ որ ինձ թվում է թե մարդկանց թվում է թե ես իրանցից եմ։ Հա։ Ու ոնց որ շոյս գասելի ամենտեղ։ Հա, ամենտեղ զգում ես որ այդ քեզ է պատկանում, էլի։ Ճիշտ ես ասում։ Բայց ինչ որ չգիտեմ, աֆրիկական հատ երկիր գնաս, որ շատ տարբեր են քեզնից, որ այդ վաղ ասես, հա, օքեյ, չէ, տարբեր են։ Շատ տարբեր են այս մարդիկ, կամ ասիական եսի ինչ։ Բայց հա, երևի կարող է դրանից է, որ վատ ոնց որ հայացքներ չեմ բռնեշ, տենց ու վաղ չի տվել, էլի։ Հա։ Հա։ Կոմոդ ոնց է։ Ես էլ եմ փորձում լոկալային լինեմ, որտեղ որ գտնվեմ, ինձ թվում է մենակ կամերասա, որ ինձ մի քիչ հուշում է, որ ես այդտեղ տուրիստ եմ։ Մնացած ամեն առումով փորձում լոկալային լինեմ, ոչ ասեն շիկ մի հագնվեմ, վայ գիտես ինչ ես այստեղ տորում բանը, որ չգիտեմ, կամ որ բեսան պատրաստվում նորեն էլի դուրս գալիս բան, որովհետև վայ գիտես ինչ իրադարձություն է, որ դու այդտեղ ես հայտնվել, այլ չէ, օրինակ, ես հասնում եմ տեղ, սենյակ, մի հատ ինչ-որ լողանում ես, հագնվում, նույն քո մայքեն, նույն քո շորտիկը, ու ինչ-որ չստիկներդ հագնում, ու եթե ամառա, ու հելար 20 կիլոմետր, 25 կիլոմետր քայլելու, հա, ու ես կարծում եմ, որ իմ ոչնչից էլ չի երևում, հա, որ ես այդտեղ տուրիստ եմ, մենակ կամերաս է երևի հուշողը, ես էլ եմ կարծում, ես էլ եմ NPC-ին, որ կարում եմ էլի, ես էլ այդ խաղը քո ասացի համաձայն խաղացել եմ, հույն, իտալացի, չգիտեմ, արաբ, բացի հայից ինչ ասնի ասել են, էլի։ Հա, դե բնական է, որ մարդիկ կան, որոնք որ հայի կյանքում էլ չեն էլ տեսել, էլի, հա։ Մեծ մասը խաբարը չեն։ Ու անգամ որ ասում ես հայել եմ, Ռումինիա, ինչ sense ինչ-որ բաներ, Բուլղարիա, որ բաներ։ Հա, վերջը ասածս այնա, որ ես էլ փորձում եմ մինիմալ չափով ինչ-որ տեսանելի չլինեմ, ուղղակի հելնում ես դուտեղ քոնը ստանալու էլի այդ տեղերում։ Իսկ ինչ վերաբերվում է վախին ապահովության բան, չէ, ուղղակի ես աերոպորտները չեմ սիրում։ Տհաճ են ինձ աերոպորտները։ Աղմուկը բան է տագնապը մարդկանց խառը սաղ ուշանում են սաղ ուշանում են սաղ վազքի մեջ ու ես չեմ հասկանում ոնց կարա մարդ մարդիկ կան վայելում են էդի մարդիկ կան էդի խոսքի չգիտեմ Շարլ դե Գոլ աշխարհի մեծն ախպեր կամ Ստամբուլի աերոպորտ են որ չգիտեմ մի տերմինալից մյուսը լուրջ առաջ չափած կես ժամ գնացել է ավտոբուսը որոսում էսի չմեծ է ու խոսքի հենց մեկը Ֆրանկֆուրտն էլ Ֆրանկֆուրտը արդեն ճանաչում են բան բայց էլի մեծ է խոսքի մի տերմինալում գտնվում ես բայց երբ որ պետք է գեյթը գտնես առանց չափազանցության կարող է 20 րոպե դու քայլես մեջով հա ու 20 րոպե քայլում ես այնտեղ հերթ է մինչև գեյթը մտնելը մի ահռելի զանգված մի կոնտրոլով անցնում ունդեղ այն տիպի հերթ է որ դու չգիտես քո ստրախովկեն ինչքան ժամ առաջ գնաս որ դու մտնես այդ հերթի մեջ ամեն ինչ անցնի ու այդ տագնապ այդ մարդկանց շփթփ բան վայ շուտ անենք էսյանեան էդի ոնց որ քեզ էլ է գցում տագնապի մեջ տհաճ ես զգում հոգնում ես ես օրինակ աերոպորտով որ թռնում եմ ես տեղ հասա արդեն հոգնած եմ այնիշ դու ինչ ես արել ախպեր դստել ես սամալյոտ հենց թռել ես հասկանում ստրեսվել ես բայց զարմացած մարդիկ ես տեսել հա բարձրացած ունքերով հա ու էտա որ ես ինչ որ չգիտեմ աերոպորտները չեմ սիրում եթե իրանք փոքր չեն իհարկե հա իսկ մնացածը որ արդեն տեղ ես հասնում էդի դառնում է չելենջ գնա տեղ հասի քթի ու արկածներ է դառնում ոնց որ Մարիո խաղաս էլի հա ամեն միտեղ նոր ինչ որ միտեղ նոր սենյակ ու ես էլ այնպես մարդ եմ որ չգիտեմ եթե օրինակ
10 օրով գնում եմ մի երկիր, պարտադիր 10 օրվա մեջ կարող է 6-ից 7 քաղաք լինեմ, դա նշանակում է ամեն 2 օրը մեկ դու տեղ ես փոխում։ Ու ես այդ սպეციფიკան եմ զգացել, որ երբ որ տեղ ես փոխում, քեզ մի գիշեր մինիմումը հարկավոր է, որ դու տեղ կարողանաս հանգիստ քնես։ Իսկ երբ որ դու տեղ մենակ մի գիշեր ես քնելու, դա նշանակում է այդ գիշեր կարող չքնես նորմալ, էլի հասկանում ես։ Այսպես բաներ էլ կան, որոնք որ ոնց որ էլի քեզի քո էներգիայից կտրում են, էլի անընդհատ բանա լինում։ Հա։ Այսպես մանր դետալներ կան, որոնք որ բացահայտում ես, ասում ես տես խոսքի, տեսնես մյուս մարդիկ էլ են, էս ամեն ինչ ասենց ապրում կամ զգում, էլի։ Հա, հետարքիր է, չգիտեմ, կամ մեկ դե որ չգիտեմ, Airbnb-ով կամ Booking-ով ինչ-որ բաներ ես բուքանում, երբ որ կոնկրետ ինքը հոթել չի, որ այնտեղ 8 ժամյա կամ մինչև երեկոյան 9-10 կոնկրետ մարդ աշխատի ու երբ գնաս բաց լինի, մեջդ վախ է լինում, ասում ես կարող է ախպեր գնամ խոսքես մարդուն, ես չկարենամ հասանելի չլինի, ինչ որ կերպ չկարենամ այս մարդուն գտնեմ, որ ինքը դուրը բացի կամ կարող է fake լինի, ով գիտի, դու Airbnb ու Booking-ով ես արել։ Ու տենց այս վերջերս մի անգամ, օրը հա, այդ ինչ ստրես եմ ապրել, այդ պատմությունը պատմեմ, ուրեմն պետք է Հռոմից գնամ Նապոլի, ճռշոք, ամառ էր, այն որ ոնց ասեմ, դաժե հովին կանգնած, թաց ասեմ դնում ես գլխի։ Հովին կանգնած գոլորշի անում ես, այդ տիպի, հա։ Սպասում եմ այդ Flixbus-ին, որ պետք է գա։ Այս ժամը եկավ ախպեր, չի գալի։ Ու բանից Հռոմից Նապոլի էլ տևում է մոտ 2.5-ից 3 ժամ։ Հա։ Գնացքով բայց ավելի հարմար չէ։ Գնացքով հարմար չի, տոմսերը շատ թանկ են լինում, Flixbus-ով 5 եվրո է ախպեր, դա ոչ մի բան է, էլի, հա։ Կարոջի վերջը ախպեր, հիմա պետք է գնամ այդ բասով, պատվիրել եմ, այսինքն առել եմ տոմսը, օրը ժամը գալիս է չկա անգեր։ Այդ ժամին ուրիշ տեղ գնացող բուսն է գալի, գնում եմ շոֆերին ցույց եմ տալի, ասում եմ, եղբայր, ուր է այս բասը չի եկել։ Ասում եմ, եղբայր, դու մի ամիս հետոյվա համար ես տոմսը առել։ Պատկերացնում ես ու ընկեր։ Դրանից մի ժամ առաջ Նապոլի տանտերս ինձ ասում է, եղբայր, մինչև ժամը 1-ը կհասնես, դու ես պետք է տեղ եթամ, եթե տեղ գնացի, այսօր չեմ գալու դու։ Ու դու ընկար կոնկրետ խոսք բան կարզինկի մեջ չես իմանում հիմա քայլերի հերթականությունը։ Այդ պահին բացում եմ Flixbus-ը նորից, իր բանը, app-ը, փորձում եմ գտնեմ օփշի Հռոմում, որտեղից է գնում Նապոլի նորից, տենում եմ կես ժամից այն մյուս ստացիայից այդում է, ստացիոնից։ Այդ տոմսը շուտ առնում եմ, ապեր վեշավոյով հիմա վազում եմ, այդ շոքին քրտինքը տիպիկ ճռռոցն է, չէ՞։ Չես պատկերացնում ինչ ստրես հասել եմ տեղ։ Հիմա 5:30 արդեն մտանք Նապոլի։ Հիմա եկել ենք, որ պետք է արդեն մտնի էլ իր ստացիա կանգնելու, արա տե պրոբկա է, չի եթում, վերջի 5 րոպեն է, չի եթում։ Այդտեղից էլ ես պետք է մետրով եկալ եմ այդ տուն, այդտեղ էլ է ստրեսվում։ Մինչև ես գնացի այդտեղ, ասա կես մարդ եղա ուղղակի, որ զզվացի, որ ես այդ ճամփեն ընտրել էի, հասկանում եմ։ Ասես դեպքեր էլ ալնում, որ լրիվ կոնկրետ մեծ պանիկաների ու մեծ ստրեսների ես ենթարկվում ճանապարհորդության մեջ, էլի։ Ինչ պետք է սովորես, պետք է սովորես արագ կողմնորոշվել։ Արագ կողմնորոշվել։ Մարդկա կասի, հա, սովորում ես բլա բլա բլա, ինչ պետք է սովորես, ինգեր։ Արագ կողմնորոշվել ես սովորում, ուրիշ ոչ մի բան չկա դե։ Ճիշտ ես ասում։ Ոչ մի գաղտնիք չկա։ Բայց եղել է օրինակ դեպքեր, որ ինձի գցել եմ դատարկ արկածախնդրության մեջ։ Օրինակ Պորտուգալիայում այնտեղ մի հատ տեղ կա, այդպես քարանձավային տեղ է, որ դու կամ լոդկով կարաս եթաս, կամ էլ շատ լողալով։ Դա հետի պատմել եմ կարծեմ։ Լողալով հելար չէ խոսքի։ 3 ընկերով ենք, գնացել ենք հենց այդ քարանձավը տեսնելու։ Ու բանից օվկիանոսից տղերք էին հելնում գերմանացիներ, դե սրանք էլ Քյորփավախտվանից լողորդներ են, էլի կոնկրետ 3 տարեկանից լողալ են սովորում։ Հարցրի ասի լողալով հնարավոր է հասնել այդ քարանձավ, այնտեղ մոտավորապես ինչքան մի կարող է մի 200 մետր պետք է լողացվեր, էլի որ մինչև հասնեիր, էլի։ Այդ էլ սեպտեմբերի վերջն էր, օվկիանոսը բավականին սառը։ Այդ տղեկին հարցրի տղեկ ոնց է,
հասնելու մա ասեց, եթե լողալ գիտես, հա ես էլ լավ լողալ չգիտեմ։ Դե ասի ինչ պետք է լինի, որ դե հելանք։ Էսի մնգերը, հա, լրի մոտ։ Էսի մնգերը, որը որ ուզում էր հետս գար, երրորդ մեր ընկերն ասեց չեմ գա։ Ասեց եղբայր, դու գնա, ես քո հետևից կգամ։ Ես էլ ասի լավ, մի 50 մետր է թամ։ Ձեռով կանեմ կգաս, թե հետո այդ հալու եմ, էլի ասես լավ։ Ինքն էլ մի կամեր ուներ, որը ծակ էր ապեր։ Ինքը գիտեր այդ կամերով կարա գա, բայց ծա։ Վերջը հիմա լողում եմ, բայց զգում եմ, որ ջուր եմ գուլ տալի ապեր։ Զգում եմ, որ լավ չի։ Հիմա ձեռով խփում եմ։ Խմելա, որ խմում ես ու զուգարանը չկա։ Արա, այդ ինչ էր ընկեր, ես այդպես բան էլ չեմ անի երբեք, էլի։ Ընկեր ու հիմա այս կողմով ժայռն է այդում։ Դու չես կարա մոտենալ ժայռին, որովհետև ալիքը կարող է գա խփի քեզ ժայռին։ Ծեփ։ Սատկես, հա։ Ծեփ մեջ։ Ծեփես։ Այսինքն մեծ կռուկ պետք է վեկալես, մեծ կռուկ էլ վեկալա շատ պետք է լողաս։ Ահա։ Օրը հիմա խփում եմ, ընկնում եմ մեշկի վրա մի քիչ հանգստանում եմ, նորից խփում եմ, բայց ջուր եմ կուլ տալի, որովհետև օվկիանոսը ալիքա բերում, վրովս ասկստում ընկեր, ջուրը խմում ես, հա։ Հետո այնտեղ փրկարար մեկը ընկեր կացիա չի իշար այդ բան տես մոտիվացիան որտեղ արա լավ էլի արա ինչ ընկեր արա փրկարարը կացիերով տեսավ եկավ մոտեցավ ինձ բահա ես ախպեր ավիրում եմ դու հաստատ այկել լսել լոպազ կացվել ես ջուրը վերջը տենց ես հիմա կախվա սրա լոդկից լավ էր մի քիչ հանգստացա հիմա սրա այդ բանակցում եմ ես ասում եմ քելը հետ տանեմ քեզ բայց որ հետ տանեմ էլ չես գալու ասեց էլի մոռացի ես ճամփեն ես էլ ասի եթե հետ ես տանում ընկերոջս էլ վեկան ասես չեմ կարա ես էլ ասի եթե չես կարա մենք այդ ունենք ասես դու գիտես ախպեր գնա մեռի հենց այտենց էլ ասեց քո որոշումն է թե ուզում ես մահանաս գնա ախպեր ասի գնում եմ հիմա 7 կիլո վեթում եմ գնացի վերջը այտենց կարեցա ինձ գցեի ապ էդ էլ որ քարանձավ է մեջը ստվերա ներսը հոսառը չի ապեր հոսառը չի սառը օվկիանոսից հելա դողում եմ ու մարմինը տեն սռից որ կրկվում է էս ձգվում է այդ վիճակներ այսինքն այն որ այսից մրսում ես այդ տիպի էր հետո իմ ընկերն էլ իր կամերով հազիվ եկավ հասավ այնտեղ GoPro ուներ ինքը նկարվանք բան արեցինք էս կոմենկոմ հիմա պետք է հետ է հա ուտեղ լոդկեքով խմբեր են գալի այդում այդ լոդկեքի բանի շեֆը որն է այդ գրուպի բանից լոդկա քշողներից էլի մեկին ասեցի եղբայր լոդկա է պետք կախվենք ձեր լոդկից, մեզ էլ քշեք, ասես չէ իրավունք չունենք, պետք է եթամ ասեց, լոդկեն դատարկ հետ գամ, ձեզ վեկալ եմ, ասինք լավ, ուրեմն տենց կալենք, ասի ես քեզ մի ящик պիվա եմ պարտք, տենց էլի պայմանավորվանք, վերջ եկավ ախպեր, ես կախվա լոդկից, մյուս ընկերս նստավ լոդկեն, ինքն էլ ասեց քշեց, գնացինք հասանք, այդ վիդեոները կա զատի ախպեր։ Ուժեղ կլինի էդի։ Եկա իրադարձություն էր, բայց տենց հիմարություն էլ, այսինքն ոչ մեկի խորհուրդ չեմ տանի։ Արկածախնդրություն է, որը հակը հիշվի, բայց դե շատ վտանգավոր է։ Բա։ Դու տենց արկածների մեջ ընդհանրապես ընկած ի նկատի ունեմ вообще traveling-ից։ Travel-ային մի հատ շատ ապուշ պատմության մեջ ընկա երբ էր անցած գարուն էր։ Մի հատ դասընկեր ունեմ։ Մի հատ դասընկերի ունենք բանում Հռոմում։ Հա։ Այս դասընկերս բա գնում ենք բան Հռոմ այդ դասընկերը ունենալու։ Արա եկել է մի խոսքով ինչ որ Ֆրանկֆուրտում ատենց եւ այլն։ Ֆրանկֆուրտից տենց ինչ որ տոմսեր ենք առել որ պիտի գնանք Տիրանա, Ալբանիա էլի։ Հա։ Անդեից թռնենք դեպի Հռոմ։ Այսինքն մեջտեղը տրանսֆերով էլի։ Հա։ Ու վիզերի տոմսելա, չգիտես խի։ Այ Տեր Աստված։ Արեն որ ասում եմ արի ուղիղ ընկեր Ֆրանկֆուրտից թռնենք բան էլի Հռոմ թռնենք բրծենենք։ Բայց չէ, սենց էժանա գալի։ Ու իր բարեկամները ստեն ապրում Ֆրանկֆուրտում, տենց բան արին։ Քշեցին մեզի Ֆրանկֆուրտ հան մի 2 ժամ քշեցին ընդ։ Հա։ Հետո ընդից թռանք այդ վիզերով։
Ալբանիա, հա, սա ռեսի մեջ սա ալբանացի են, ապա մենք երկու հայ սև հակած ինչ-որ շուխուր ենք անում գեշ ձևի, ինչ-որ վիսկի ենք վեկալ, սրանք էլ մուսուլման են, չեն խմում բան, ու դες խմում ենք, ու մոթա ավտոբուսում ասում, սամալյոտի մեջ խմելա, որ խմում ենք, ինչ-որ կենացնելա, որ ասում ենք լոսը վառում բաց են, այդ կինո ենք սարկել։ Հասենք Ալբանիա, հələ ժամանակ կա, մի քիչ միջև Հռոմի չեքինը ելնի։ Այսինքն ես քնավ։ Բայց միջև այդ ոնց որ պասպորտի մեջ տեսել էի, որ իր վիզան մուլտի չի, մի անգամյա է, էլի։ Ու մենք չգիտենք, որ Ալբանիա հա, Շենգեն գոտի մի անգամ կարաս մտնես։ Ու ես չգիտեի, որ Ալբանիան ոչ է ինքը, որ Ալբանիան Եվրոմիություն չի, ոչ է Շենգեն գոտի։ Քարտեզի վրա նայում ես, ասում ես, դե որ Հունաստանը Եվրոմիություն է, Շենգեն գոտի է, պիտի որ էս էլի, էլի արանքում ինչ-որ մի բան էլի փոքր արա։ Պետք է էսի հանածան էլի։ Արոշի ես տենց ինչ-որ զբաղվում եմ ինտերնետում օգտագործում բան, ինչ-որ հետո պարզում է դե Շենգեն գոտի չի, ինչ-որ 70 եվրոյի անկապ բանա SIM քարտից փող է գալի, որ mobile data ես օգտագործե ես իմ board է, անհասկանալի միտե։ Հելում ենք վախն արդեն տես քնիցել ենք եւ այլն, գնում ենք check-in-ի ասում են հա, օքեյ։ Այսինքն аэроպորտում եք դուք արդեն հա, аэроպորտում քնում ենք մի քանի ժամ կա էլի, յանի։ Հա։ Որ գնանք Ալբանիայից, Տիրանայից Հռոմ թռնենք։ Հա։ Այսինքն ես մոտենում եմ, ոնց որ ես մոտենում եմ, ասում են օքեյ, թույն հա, անցար։ Այսինքն ես մոտենում եմ, ասում եմ դե չէ, ասում եմ ոնց որ դու վիզա չունես, այսինքն։ Այ Տեր Աստված արա։ Քո բանը Շենգեն վիզան բացել է։ Մնաց Ալբանիա, հա։ Մնաց Ալբանիա։ Հա։ Մնաց Ալբանիա։ Ես տրա գեշանջում ես տրա։ Իշքան շատ գեշ պատմություններ են գերու այդ բան անցնելու ժամանակ մա թույն ասենք շվեյցարական դանակ ունեի որ սաղկյանք այդ դանակով թռել եմ որ նորմայի մեջ է չափը էլի օքեյ ասենք անցկացնում են այսինքն բա չէ ձև չի էսի պիտի թողես տե Ալբանիա Հա, իմ ձեռով տվին այդ դանակը գցել բանը, աղբը։ Հա։ Ու տենց անցա, ներվայնացած, կրկնակի երակի գժված, տենց ընկերս է բան, Իստանբուլով, տենց թռավ Երևան հետ։ Վայ, Տեր Աստված արա։ Այդպես մտ անասուն պատմություն, էլի։ Հա։ Ու դու ես գնացի Հռոմ, դե գուլետ արեցի։ Հա, չէ, գնացի լավ էր։ Հռոմ լավ էր։ Հա, բայց տենց ինչ-որ ապուշ պատմություն, էլի։ Հա։ Տես որ տենց անկանխատեսելի բանը պատահում, արկածա դառնում։ Հա։ Եթե ամեն ինչ գծած է լինում, ապեր, բան չես հիշում։ Հա։ Ինչքան էլ դու գնացած պտտած լինես 7-8 քաղաք եւ այլն, երբ որ այնտեղ քվարածը լինում է ճարտարապետություն տեսնելը ու պիցա համ տեսելը, հավատա որ հիշողությանդ մեջ բան չմնաց, որովհետեւ ոչ այդ քարու շենքից է բան մնում։ Ոչ էլ այդ համային զգացողություններից է։ Հա։ Մենակ մնում է այն ամեն ինչը, ինչ արկած որ տեղի ա ունեցել մնայուն դեպք, որը որ հիմա հետ ես նայում, ամբողջ ճանապարհորդության ընթացքում, չգիտեմ, ես Եվրոպայի այսքան երկրներ եղել կամ չեմ եղել, բան, դեպքեր ինձ գցել եմ ինչ որ որոշ դեպքերի մեջ, որ ես հիշեմ։ Ես հիշեմ, այսինքն պատմություններ դառնան դրանք էլի իմ համար։ Սիրուն բան է, բայց պատմություններ ունենալը։ Պատմությունները ուժեղ բան են, հա։ Ու տենց, հա, փախած բաներ էլի։ Ոնց որ ամեն ինչի մեջ ենք մենք պատմություն գտնում։ Օրինակ նայի, այն փաստը, որ հիմա մենք մի օրինակ առօրյա ունենք, մենք դրանից շատ դիլխոր ենք դրա համար, որովհետև դա պատմություն չի արձանագրվում։ Երբ որ դու օրերդ ապրում ես մի օրինակ, դի նշանակում է դու քո կյանքի ոնց որ կյանքումդ էս այդ ապում պատմություն չես գեներացնում։ Հա մի հատ գլոբալ պատմություն ես ձևավորում, որ կասես գնացի Գերմանիա PhD արեցի, օրինակ, հա։ 2 տարի ծառայ է, էլի։ Հա։ Բայց դրա մեջ դու ապրել ես 2-3 տարի, որը որ հաստատ չասեմ լավ ամեն օր, գոնե ամեն շաբաթվա մեջ մի օր դու ինչ որ բան ապրած լինեիր, որը որ որպես հիշողություն քեզ մնար, էլի հասկանում ես։ Հա։ Ապա բայց ինձ թվում է այդ պատմությունների բանը այ հիմա ավելի բարդացել է արկածախնդիր բաներ անելը։ Ճիշտ ես ասում, ապա։
ու մարդիկ կան, որ փորձում են անեն ու մեկ-մեկ նայում ես կողից, ոնց որ sense weird նայվի, էլի sense cringe ինչ-որ վիճակներով փորձում է արկած ստեղծի։ Այո։ Արա որտեվ քարտեզը ջեբդ դրած է, ամեն կողմնացույցը դրած է ջեբդ, կապը ամբողջ աշխարհի հետ դրած է ջեբդ, էլի ինչ-որ արկածի բան չի մնում, էլի ինքդ բացարձակ դու ասենք հանգիստ մենակով գնում գուլյատը տանում գալիս, մի շաբաթ դու ասենք ցանկացած ծակուցուկ կարաս մտնես հելնես, ինչ ուզում ես վեկալես ըտեից, ինչ ուզում ես տաս, հելնես բրծ։ Արա բայց դա ինչ անհետաքրքրություն է չէ բերում։ Պեսամբ, ասենք լեզու չիմանաս, ինչ որ հետաքրքրություն կբռնվի։ Ասենք մի անգամ դες Փարիզում նստած էի գետի ափին մեկի հետ, իրիգուն էր, ասենք մի հատ դες բիձա էր անցնում։ Արես բիձեն չգիտեմ ինչ էր անում, դες չեմ հիշում արդեն, էլի, ասես մի քիչ խմած էի ու մոտ ասենց։ Արես բիձեն ինչ որ էսին որդես մտ գինո շիշա հանում, դες ինչ որ ոնց էր օթից սենց ասենք մոդելնի ասենք խի այդ գինո ֆռում էլի այդ բիձեն։ Հա։ Ոչմ ու ինչ որ դες խոսում է էլի մեր հետ բան։ Մենք հետ դες ֆրանսերեն չենք ջոգում, ինքը ֆրանսերեն է խոսում, դες ժպտում ես բան սենց։ Oui, սանը բան սենց յանի հա տիրապետում եմ, դες քեֆը լավ էլի, հավեսի խոսում է չես ուզում։ Այդ գծի մեջ ընկած։ Լավ, քո անկապ ասես չէ, ես բան անգլերենով չես ուզում ասես, ես չեմ խոսում ֆրանսերեն։ Քիչ գորոզություն կլինի էլի։ Համարավանդ որ գինի է տալի, հա։ Ո՞տ ես խոսած։ Հա, չի շտվեց, այս հավայի, տպավորություններ թե ինչ որ լավ օր ունեցե գնում ա տուն, ոնց որ։ Հա, ոնց որ դզեց, ինչ որ մի բան թողեմ, տամ նվիրեմ ու թողեմ մի բան, այդամ ես իմ օրվանը ապրեցի, իմ գուլյատը արել եմ, всё, ես այդամ քնեմ, հանգիստս վայելեցի, այդ ձևի էներգիա էր մոտից գալի։ Էդ էլ էր հետաքրքիր էլի, ասենք, դե ասենք որ անգլերեն ասեիր, դե կարող է ջոգեր անգլերեն, բայց այդ պահը էլի իմացես էլի հետաքրքիր հիշողություն է, որ հիշում ես այդ գետի ափը, կողիդ մարդը, ասենք այդ մարդը ֆրանսերեն է խոսում եւ այլն ինչ որ sense։ Ոնց թույն ասենք վիճակ է ստեղծվում էլի, հա։ Ասենք եթե անգլերեն լիներ այդ ամեն ինչը կամ դու Google Translate-ը հանեիր, սկսեիր թարգմանել, որ իրան ռացիոնալ հասկանայր, մի քիչ կփչանար էլի։ 100% կփչանար ապեր։ Այդ բնականությունը լրիվ կկորեր։ Արա ամեն ինչի մեջ ինչը որ ամեն ինչի մեջ ինչին որ տեխնիկան մարդը խառնում է, այդ մարդկային ֆակտորը ջնջվում է դրա տակ էլի։ Հենց մեկը այդ քո ասած փաստերը Google Maps բան եւ այլ որ դու միշտ ընտրում ես այն ճամփեն, որը որ կոմֆորտն է, որ ռիսկի բացակայություն տեղի ունենա, այնինչ որ ռիսկ չկա, բան չես սովորում, չէ՞։ Հա։ Միտեղ պետք է ռիսկ անես, միտեղը ցավա, որ հետո ասես տես ախպեր, սենց եղավ ու սենց արդյունք դառավ։ Արժի էսի անել կամ չարժի, հետո չեմ կրկնի։ Ոնց է երեխեն ինքը էվոլյուցիա ապրում, չէ՞, մատը մի հատ տանում է կրակին, մատը մի հատ կպցնում է այստեղ, այնտեղ եւ այլն, որ ինքը հասկանա ինչից ինչեր ստանա ու ինչից ինչեր է սպասելի։ Ու մարդը ինձ թվում է մինչև կյանքի վերջ այդ են սովորելու բաներ ունի ու ինքը միշտ պետք է մատը մցնի ինչ-որ տեղեր, որտեղ որ մի քիչ կարող է վտանգ լինի, որովհետև ամեն ինչը անհայտ է։ Այդտեղ կա ռիսկ։ Այո։ Այդտեղ կա ցավ, ինչը որ անհայտ է, այդտեղ համ կա ցավ, համ էլ կարող է լոտո լինի, շահես, տակություն տա էլի։ Այո։ Հա, բեստես travel-ը գալով են սկզբնական մտքին, ոնց որ թեմային։ Travel-ը լիքը բաներ տալիս է, ճանապարհորդելը, պատմություններ է տալի, ու քո ինչ որ ասպեկտներ քեզ ճանաչացնել է տալի, հա, այդ արագ կողմնորոշվելը եւ այլն։ Բայց այդ միջոց չի քեզ ճանաչելու։ Որոշակի միջոց է, բայց այդ նույն միջոցները դու կարաս հենց այնտեղ կիրառես, որտեղ որ դու ապրում ես։ Այսինքն, եթե դու ունես մարդ ես, որ ձգտում ես ինքնաճանաչման, կարամ ասեմ, որ ինքը անես չի, որ քեզ հեսա տանելու է լրիվ քո ինքնաճանաչման բազան, դնելու է մեջը դու հետ ուղարկի, սուտ բան է։ Այո, կա ավելի կարևոր բան, որը որ պետք է ինքնաճանաչման համար։ Այդ ծանրույթն է։ Այո, ճիշտ ես ասում։ Ծանրանալ, ինքնամփոփվել, ճիշտ ես ասում։ Կապվել ինքդ քո բնույթի հետ, կամ կապվել բնության հետ, կամ Աստծո հետ։ Հայացով ոնց է կոչում։
Հասկանալ քեզ, ճանաչել քեզ։ Այո, Թե չէ գնալ Փարիզ Էյֆելյան աշտարակի տակ քեզ մանգալ։ ճիշտ ես ասում։ Սուտա։ Միշտ ինքնափախուստ ունեցող մարդը ինքը գտնում է ճամփեք որտեղ որ ինքը կարա ամեն ինչն էլ կարա ծոր ամեն ինչից էլ մարդ կարա փախնի, սենց ասեմ։ Հա։ Անկամ որ խոսքի զրթիկը վեկալամ ես սկսեմ սրանով բզբզալ խաղալ, էս անել, այն անել, դա նշանակում է ես իմ ֆոկուսը ուղղորդում եմ ստեղ, փախա ինքս ինձնից։ Ու հա, այդ ինքնա այդ որոշումը, որ դու որոշում ես, որ պետք է փախնես ինքդ քեզնից, դա փրկություն չի, երբ որ դու կարաս գնաս ճանապարհորդես ու գաս ինքդ քեզ էլի, եթե դու բնույթով ինքնափախուստ անող մարդ ես, էլի։ Հա, հա։ Ընդհանրապես, դաժե քեզ աշխարհն էլ տան, աշխարհը փռեն ոտերիդ տակ։ Եթե դու բնույթով, եթե մարդ բնույթով այնպիսին նա, որ ինքը հետարքություն չունի իր անձի նկատմամբ, իր էության նկատմամբ, դա իրան ոչ մի բան չի տալու։ Ու ոնց ասեմ, անգամ ու մյուս առումով էլ ասեմ, երբ որ մարդը ինքնաճանաչվող է, էլի եթե աշխարհը փռես ոտերի տակ, էլի իրան բան չի տալու, որովհետև իր հիմնական ֆոկուսը ինքնաճանաչումն է, էլի։ Չէ՞։ Այո, գեգեցիկ եք ասում Սարգիս։ Այ, Գեգեցիկ։ ախպերիկ ջան։ Մի հատ գիրք էի կարդում ես վերջերս, դե մաց շատ սիրուն նկարագիր կա։ Հիմա որ չգողանամ միտքը, ավելի լավ է կարդամ։ Հա, որ լինի որ ցիտատ է, էլի, որ չփորձեմ սխալ ձևով ինչ-որ վերարտադրեմ միտքը։ Այսինքն ինչ-որ միտք է ոնց որ շարադրվում, այս ինչ-որ կեսից եմ կարդում, ասում է. Հիմա վերջին գյուղն իսկ կապված է աշխարհի 4 կողմերին։ Աշկերն ու ականջները դուրս են լարված, լուրի ու նորության են սպասում։ Հետաքրքրության աղեղն ուղղված է հոգիներից դուրս, փոխանակ ներս ուղղվելու։ Այո, սատանան հաջողել է իր մեծ դերերի առաջին եւ կարևորագույն քայլում։ Նա լավ գիտի, թե Աստծո ճանապարհը մեր ներսում է։ Հիսուսն ասել է երկնքի թագավորությունը ձեր ներսում է։ Սատանան բյուր հրապույրներով հաջողել է այս եղած սերունդներին զրկել ներհայեցողության ու ինքնամփոփման կյանքից։ Ամեն օր սենամեջ լուրեր որսալու հետաքրքրությունը, ճամփորդության, առաջադիմության, նորության եւ վայելքների հեռանկարներով հոգու աչքերը դուրս պահելով իր ներսից, այն ներսից, որ սրբության ու խաղաղության մեջ պարուրված մնում է վարակուրված ելարան արքայության, ուր Քրիստոսն իզուր սպասում է հոգու գալստյան։ Այսի շեշտերը լավ չդրեցի վերջի պահը։ Չէ, հասկացվեց, բայց ուր սրբության ու խաղաղության մեջ պարուրված մնում է վարակուրված ելարան արքայության ու Քրիստոսն իզուր սպասում է հոգու գալստյան։ Այս գիրքը կոչվում է Ամենասուրբ Երրորդություն եւ հայություն 1926 թիվ կահիր է, բայց օրիգինալը արևմտահայերենով է, սենց ինչ-որ արևելահայերեն վերսիա ունեմ ես, որ հայրս է թարգմանել, այդ եմ կարդում էլի։ Իսկ ինքը չի հրատարակվելու, որ հայրը թարգմանել։ Դժվար գիտես չի հրատարակում, դա շատ գործեր անում, բայց քիչ բաներ է հրատարակում էլի, հա։ Բայց շատ լավ էր թարգմանել, շատ լավ է թարգմանել։ Ու դա էլի, ուժեղ բա այդ որ պատասխանները ներսում են էլի։ Աստված ներսում է, Աստծո արքայությունը ներսում է։ Պետք է ներսդ նայես, որ գտնես քեզ։ Դուրս նայելով բան չես գտնելու։ Շատ լավ։ Այն օրը մի ուրիշ ընկերոջս հետ էինք խոսում այդ թեմայից, որի հետ էլի շատ ենք խորանում բան։ Ու մենք вообще որ խոսում ենք, իրար հետ խոսում ենք շատը այս աշխարհիկ կյանքում տեղի ունեցած երևույթների ու մեր արձագանքների դրանց վրա, մեր ապրելակերպի ու մեր մտքերի, թե ոնց ապրես կյանքը բան։ Ու ինքը այն օրն ասում ապեր, դու զգում ես, որ ինչը որ կատարվում է հիմա աշխարհում, թե մարդը ինչքան է հեռացել Աստծուց, թե մարդը ինչքան է հեռացել ինքը իրանից, զոմբիացում, հա։
զոմբիացված ճակներ է։ Այս տեխնիկայը շատ ինչ որ ամեն ինչ տեխնիկական լուծումները, ամեն ինչ ավտոմատիզացումը, ամեն ինչ տանելը կպցնելը քեզ այդ վիրտուալությանը, ամեն ինչ որ գնանք Մարս ապրենք, մասն ինչ որ բաներ ու այնքան սիրուն էր նկարագրած այս քո կարդացածի մեջ, որ մենք կրվել ենք բանը, ոնց որ մենք կրվել ենք սատանան հաղթել է։ Ինչ որ այս կողմից որ տեսնում ես որ սատանայական այդ գայթակղող ուժերը մարդուն տարել են, որովհետև մարդը իր էությամբ ինքը գայթակղվող է։ Իրան շատ բան պետք չի, որ դու երկու հատ կուտ ես գցում իր դեմ, իր որգրամոլությունը արդեն գայթակղեց։ Ու ինքը սատանան գողացավ իրան։ Շքեղությունը, որգրամոլությունը, փառամոլությունը, փառասիրությունը, էգոն շոյելու ինչ որ այդ ինքնահաստատվելու, բոլորին ապացուցելու, որ ինքը սենց, ինքը նենց մոդել լինելու, ինչ որ դեր ունենալու, այդ ագահ հակումը, այս ամեն ինչի գումարումը, այդ երբ որ դու տեսնում ես մարդկանց մեջ, կամ ինչ որ տեղ ես իմ ասած տարերից որ տեսնում ես մարդկանց մեջ, դու տեսնում ես որ մարդու մեջ երկու կռիվ կա, Աստծու ու սատանայի, ու իմ համար օրինակ սատանա գոյություն չունի, իմ համար գոյություն ունի այնտեղ որտեղ որ մարդը կապված է Աստծուն, իր բնորությանը, իր բնականությանը, այնտեղ որ մարդը հրաժարված է Աստծուց։ Լույսի բացակայությունն է։ Այո։ Ու երբ որ հիմիկվա կյանքում դու տեսնում ես շուրջ բոլորը, որ մարդկային կյանքերի տենդենսը գնում է Աստծու բացակայությանը, դու շատ ժամանակ ոնց որ կորցնես քո մեջ, դու քեզ զգաս նորից Աստծուց հեռացած, քեզնից հեռացած, որովհետև դու ապրում ես այն ընտրած կյանքով, որը որ ընտրել են այն մարդիկ, որոնք որ Աստծուց հեռու են։ Ու դու չես կարա ինքդ քեզնով հելնես, հա կարաս, բայց պետք է զգոյ ելնես։ Հելնես ամեն ինչ մերժես, հելնես ասես իմ բահը տվեք, իմ ուրակը տվեք ու իմ քախանի սարքը տվեք, ընկեր, ես չեմ ուզում ոչ մի բան։ Չես կարող այտենց լինես, որովհետև բնական է։ Դու պետքա պահես քո հունը, քո ընթացքը եւ այլն։ Թեև իմ միտքը շատ է տանում այդ ուղղությամբ, որ օրից մի օր կարող է ձեռս խփեմ սեղանին ու ասեմ, ես այտենց եմ ապրելու ու վերջ հերիք եղավ։ Բայց ուզում ես բերես գոնե քեզ այն ապահովությանը, որ այդ ապահովությունը քեզի հիմք ծառայեցնի, որ դու գնաս այդ կյանքին։ Որ չգնաս ու ընկնես կյանքի դեգերումների մեջ, էլի, քո գոյությունը պահելու։ Բայց դա ինձ ահառելի մեծ ցավ է տալիս, որ օրինակ հա այսօրվա դրությամբ ճիշտ է, հիմա խփում ենք արդեն ուղղությունը պոլիտիկա, որ դու այսօր դեպքերի զարգացումը գլոբալ պոլիտիկայի, որ տեսնում ես ինչ արագ ընթաց է տեղի ունենում, հոբ այնտեղ Թրամփը մի բան ասեց, այդտեղ Մակրոնը հելավ իր ազգին ասեց, այնտեղ ամեն առավոտ ընկեր հելնում ես Twitter-ը X-ը բացում ես, ու արդեն գնաց զարմանում ես, ոնց, լուրջ տենց ասել, հարուստ մարդն է մեջ մտնում, թքածում սրա վրա, նրա վրա, ինքը սարքում է ռոբոտներ, ինքը ուզում է թռնի Մարս, ասես բաներ։ Ու այնտեղ արդեն ամեն երկրորդ բառը ատոմային ռումբ, ստեղ կկասեցնենք, եթե չկասեցնենք ուժով բան, ասես, դու արդեն հասկանում ես, որ մարդը ոչինչ է ստեղ։ Դու զգում ես, որ դու ինչ կյանք էլ ընտրես, այդ էական չի, հոգևոր լինի, աշխարհիկ լինի, ինչ էլ ուզում ես ընտրես, մեկը պեշկա ես միտեղ ու քո կյանքը կախված է ինչ որ մազերից։ Ես եթե անկեղծ լինեմ դրանից վախ չունեմ, իմ նող կյանքը ուղղակի գալիս է մենակ այնտեղ, որ ապրում ես ու դու գիտակցում ես, որ ապրում ես միտեղ, որտեղ որ լիքը Աստծուց հեռացվածություն ես զգում։ Անհոգի միջավայր ես զգում։ Ոնց այն մի էպիզոդում խոսեցինք, որ ուտելիք ենք ուտում, որը որ ինքը օրգանիկ չի, իմ համար օրգանիկ կյանքը դա Աստծուն մոտ է։
Իսկ մենք ինչը որ ուտում ենք անօրգանիկ, այդ ամեն ծավալը տեղակայված է նաև մեր կյանքի մյուս ասպեկտներում, որտեղ անօրգանիկ աստծուց հեռացված վիճակ է, էլի։ Ու գիտես, sense մի բան եմ զգում, որ եթե մարդու հիմքում մարդը իր հիմքում Աստծուն մոտ է, ինքը Աստծուն երբեք չի թողում։ Աստված ասելով հիմա որ sense ենք խոսում ինչ-որ կրոնական թեմա չի էլի, Աստծունի նկատի ունեմ այն ամեն ինչը, ինչը բնության ստեղծողն է, այն ամեն ինչը, ինչը մեզ է ստեղծել, տիեզերքն է ստեղծել, այն ամեն ինչը, ինչը որ գոյություն ունի ու բնությունն ասենց ասեմ, հա, այդ է իմ համար Աստված, որ չխարխլեմ էլի ինչ-որ մտքեր մարդկանց մոտ։ Այն մարդը, որը որ բնությանը մոտ է ստեղծվել, այսինքն Աստծուն մոտ, ինքը չի կարա իր կորիզը կոտրի ու ուրիշ բան դառնա, ինքը մեկ Աստծուն մոտ է։ Ուղղակի մեր չելենջը դառնում այնտեղ, որ մենք ընկնում ենք միջավայրներ, երևի դա էլ մեր կյանքի չելենջն է, որտեղ որ ստիպում են մենք Աստծուն մոռանանք ու կտրվենք մեր բնականությունից ու Աստծուց։ Այնինչ դու չես կարա, մեր գլուխն էլ կոտրել, մեկա չենք կարա։ Դու ինչ ես նկատում օրինակ։ Հա, համաձայն եմ, որ անաստված դարաշրջան է էլի։ Ագին հեռացել են մարդիկ ավելի industrialized վիճակները։ Ասենք մտածում են նրա մասին, թե ոնց անեն, որ տեղափոխեն civilization կամ մարդկությունը, հա, ոնց որ consciousness են սովորաբար ասենք մասկը տենց է ասում, yani գիտակցություն է էլի, գիտակից կյանքը սենց որտեղ ինչ որ կյանքեր կա էլի մոլորակների վրա բակտերիալ եւ այլն, բայց գիտակից կյանքը տեղափոխվի ուրիշ մոլորակի վրա։ Մյուս կողմից գիտես, բայց ոնց որ ուրիշ կողմից է կարաս նայես իհարկե սրան, որ ասենք ես ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, ոստիս ես ագին շատ եմ ճանաչում այս բան մարդկանց։ Օրինակ այն ինչ որ Իլոն Մասկն է անում, իմ համար լրիվ ճիշտ է, շատ թույն բաներ անում, սենց ասած։ Համես որտեվ հասկանալը որ միջին մարդը դեբիլ է, ու կարա շոշափի ասենք միջուկային զենքի թեմա եւ այլն, սենց ապուշ բաներ կարա խոսա։ Ու դու որ ասենք աշխարհի ամենահարուստ մարդն ես ու գիտնական ես ու ինչ որ ամբիցիոզ ես, ասում ես ինքեր արի մարդուն տեղափոխեմ ուրիշ մոլորակ, կարող է մի օր այս անասունները զարթեն, ասեն դե բե կրակում եմ քո վրա, դու այն վրա կրակի, վсё, բրծավ, միջուկային զենքով։ Համես ավիր են իրար ոչնչացնեն։ Ասում է դե արի ոնց որ նենց անեմ, որ մարդկությունը ավելի երկար ապրի։ Իհարկե շատ մեծ բան ա վեկալում իր ուսերին, էլի ոնց որ մարդկության ճակատագիրը ամբիցիա։ Այդտենց է ներկայացում, ուրիշ ինչ-որ բան չեմ կարող։ Այս ռոբոտային ու այս տեխնիկական, այս սրա վերջը էլի մեր հեր անիծելը չի իրար։ Նայ, էդ էլ է մի հատ հետաքրքիր մոմենտ, էլի որ գալիս է նույն աղբյուրից, որ շատ է դիտարկում մարդկանց, տենում ես որ միջին մարդը շատ թույլ, շատ ծույլ, որ անբան արարած է։ Շատ մասը նույնիսկ շատ դեստրուկտիվ, հա, ապակառուցողական ինչ-որ կենթայիններ են, արդեն չգիտեմ, կարող է իրանք իծնե լավ արարածներ են, չարնակերա իրանց ուղեղը, չգիտեմ, հա, բայց այն որ իրանք ինչ-որ չարի գործիք են դարել, այդ ակնհայտ է։ Ու դու ոնց որ ասում ես, օքեյ, ես գիտես ինչ կա, չեմ ուզում այս ձևի բան լինի, ուզում եմ լինի ավելի մի հատ տենց արարած, որը որ խարսխված չի լինի իր այդ կենթանական ցանկություններին, գերի չի լինի այդ իր էմոցիաներին, թող լինի ռացիոնալ, մի հատ ֆանտաստիկ արարած, որը արհեստական ինտելեկտն է, էլի, իրականում ընդհանրապես իդեալական, ռացիոնալ արարած է, ինֆորմացված է, տիրապետում է, ով անել չկա, չեմոչում չկա, հարցականի տակ դնել չկա, ասում ես կոֆե դի չի ասում, քեզի կոֆե պետք է թե չէ։ Հա դնում անգեր, կոֆե ապետ դնում եմ ախպեր։ Կոֆե սուզե դնում եմ։ Ու նայ, ասենք նույնիսկ հիմա չգիտեմ, օրինակ որ Իլոն Մասկի տեղը քեզ դնես։ Նա ասենք ֆանտաստիկ խելացի մարդ է։ Ասենք մոլորակի վրա քանի է ձևի խելացի մարդ կա։ Կան մարդիկ լիքը խելացի։ Շատ իսկ թվում է շատ քիչ։ Չէ, շատի նկատի ունեմ այն առումով, որ
հաստատ կան շատ լիքը լավ գիտնականներ, որոնք որ ուղղակի իրանք իրաց բնույթով մենեջերներ չեն, ինքը համ մենեջեր է, համ լավ գիտնական է, համ էլ լավ ինովատոր է։ Դες, հա, էդի համաձայն եմ, բայց նաև գիտնականների մեջ կատեգորիաներ կան։ Ամեն գիտնական չի, որ փիլիսոփա է։ Իմ փորձից նայելով փիլիսոփա է։ Հա, թե ինքը ասենք փիլիսոփ, ասենք դժվար բիզնեսի համար գնար հասնել Մարս էլի։ Ինչ չի թվում, որ դա զուտ բիզնեսի համար բիզնեսային թեմա է։ Մարս, այլ ինձ թվում է ինքը պատմություն շինելու համար է գնում հասնի Մարս։ Դա կարա լինի, բայց ինքը ինձ թվում է բավականաչափ գիտակցում է, որ ինքը մեռավ գնաց, ոչ մի կոպիտ ասած օգուտ չկա իրեն, քյար չկա դրանից։ Ոնց որ այսքան իրա մեռնելու պահից իր այդ ճակերտավոր փառքը, հա, փճվում է, կորում է, ոնց որ իրան ոչ մի բան չի մնում դրանից։ Ճիշտ ես ասում, բայց մյուս կողմից էլ այն մարդիկ, որոնք խոսում են ատոմային բոմբի մասին, իրանք էլ գիտեն, որ իրանք մեռնեն գնան, ինչ, մեռնեն գնան, բայց իրանք են այդ կոճակը սեղմել, հա, օրինակի համար։ Ու այդ կոճակը ինքը տանում է նաև անհայտության այն առումով, որ չգիտես, աշխարհի ինչքան մասը կվերանա, հակառակորդը ինչ քայլերի կդիմի, օրինակ եմ, հա, ասում զուտ։ Իլոն Մասկն էլ երբ որ ինքը մտածում ասում է գնանք Մարս, ինքն էլ է անհայտության մեջ, ինքն էլ չգիտի որ գնաց Մարս, այնտեղ ինչ է լինելու կյանքը, ոնց է լինելու, ինչ է տեղի ունենալու, երբ որ մարդկությունը բաժանվեց, ուստեղ հազար մի հարցեր հիմա, որոնք որ իմ գլխում չի էլ ծագել։ Իսկ դու այստեղ թեման միակ կայանում է նրանում, որ մարդը հասել է այդ ամբիցիային, այդ ամբիցիայի պիկին, որ էլ գոյություն չունի գլոբուսում մի բան, որը որ ինքը չի կարող անի։ Ինքը ուզում է վեր գլոբուսային մի բան անի, որը որ իր անունը պահի հավերժ քաղաքակրթության մեջ։ Հա, այդ համաձայն եմ լրիվ։ Եթե հակառակ լիներ թեման, ինքը, չգիտեմ, ինքը քանի 100 միլիարդ փող ունի, օրինակ եմ, հա, ասում։ Ինքը այս աշխարհում ամենամեծ ռեսուրս կրող անհատն է։ Ինքը եթե բան ունենար, ուղղակի ուզենար բարօրություն բերեր, ինքը հիմա օրինակ ես կարամ ասեմ, ես տենց եմ կարծում, այդ իմ կարծիքն, որ Թրամփը իր շնորհիվ եկավ։ Ու ինքը հաստատ լիքը լծակներ տվեց Թրամփին, որ գար։ Ինքը եթե ուզենա բարօրություն ունեն բերի, հաստատ կարան իրանք բերեն այն քաղաքականությունը, որ աշխարհը գա իրական խաղաղության ու աշխարհում բարօրություն տիրի, բոլորի բերանները սենց փակելով, հա, սենց ասեմ, որոշ ժամանակ։ Բայց քանի որ մարդուն մեծ ամբիցիաներ են լինում պատմության մեջ լինելու, աշխարհում մնալու որպես անուն, այդ մարդիկ ձգտում են անեն քայլեր, որոնք որ երբևէ չի արվել, մարդուն թվացել է դա անհնարին մի բան, էլի։ Հա, դե հա, իր մոտ այդ ամբիցիան ուժեղ կա, էլի, որ ասում է, որ առաջի մարդն եմ լինելու, մարդկությունը սարքելու է մուլտի մոլորակային քաղաքակրթություն։ Հա, այս ինչ ֆորմուլացիա է, էլի։ Այդ խաղաղության ես չեմ հավատում, էլի, ոնց որ երբեք խաղաղություն չի եղել ու չի լինելու։ Գիտեմ, միշտ ինչ-որ տեսակներ իրար հետ կռվելու են, նույնիսկ նույն տեսակը իրար հետ կռվելու է, էլի։ Համաձայն եմ, բայց փողն է չի կարա, էլի խաղաղություն հաստատի երբեք։ Որոշ ժամանակ մենակ երևի թե, բայց դրանից հետո էլի ալիք է սկսվում, ճիշտ ես ասում։ Չէ, իմ ասածս ուտեն էր, եթե ամբիցիա չլներ, իրանք կուղվեին այս մտքով օրինակ, հա, բայց դե քանի որ ինձ թվում է ամբիցիան է թեման, ինքը առաջնահերթությունը կտա ամբիցիային, որ լինի մեկը, ով իր անունը միշտ հավերժ ու հավետ կպահի բոլոր ցիվիլիզացիաներում, էլ։ Դե հա, հա։ Չէ, միանշանակ դրանով դրայվ եղած է, ոնց որ ցանկացած մարդ արարած, էլի։ Ասենք պատմության մեջ գիտնականներ կան, հիմա այս անունները տալիս են փշաքաղվում եմ, էլի, ասենք որտեղ այնպես ֆանտաստիկ բան են արել, հայտնագործություններ են արել։ Դե իհարկե մարդկա կասի, ոնց որ գիտես ինչ կա, դա մարդուս չի, ոնց որ ժամանակն է դրթե, այս տեսությունն է կա, չէ՞ որ Յանի ոնց որ պահ է եկել է, եթե գեղամը չլներ, վալոտներ անելու այդ հայտնագործությունը, եթե այդ թվին չէ, ասենք կես ամիս հետո խոսքի sense moment։ Քեզ թվում է այդպես։ Իսկ թվում է այդ գալիս է ինֆորմացիայի տարածվածության հետ։ Ոնց որ նայ, որ ասենք թեկուզ հասարակ մաթեմատիկան նայում ես, օրենքները եւ այլները,
ասենք հին օրենքները մի հոգու անունով էին կոչվում։ Ժամանակի ընթացքում գնում է ինչ-որ Գեղամի ու Վալոդի օրենք, հետո ինչ-որ Գեղամի Վալոդի մի քանի հոգու, չէ։ Արտաշեսի օրենք, sense ինչ-որ sense բաներ ա գնում։ Ու ջոգում ես, ոնց որ ասում ես, խիա sense էլ է, որ ու ջոգում ես, որ ինֆորմացիան տարածվել է, մարդիկ access են ունեցել նույն գրականությանը ու իրար հետ հա, ասենք Չինաստանում, մի հատ ասենք Եվրոպայում, մի հատ Արաբստանում մարդիկ այդ նույն օրենքին են եկել ու ասել են, որ բան լինի, արդար լինի, բերեք 3-ից անունը խցկենք այս օրենքի մեջ։ Այսինքն ինֆորմացիայի շնորհիվ, որը ֆանտաստիկ մի հատ ֆակտոր է, էլի, ասենք առաջին բանը, որ եթե պիտի անենք այս քաղաքակրթությունը համատելուց հին քաղաքակրթությունները, դա ինֆորմացիայի տարածվածությունն է, էլի։ Ինֆորմացիա են ունեցել ու սկսել են, հա, այդ ամեն ինչին տիրապետել արդեն։ Հետաքրքիր է։ Միշտեր հին ժամանակներում չկար տես բան, էլի, դրա համար ասենք, չգիտեմ, բանը, ով էր, Դա Վինչին։ Հա։ Ինչով ասես չէր զբաղվում, ինչ ծերեն, անատոմիա, ֆիզիկա, ասենք, մեխանիկա, ասենց, հա։ Հա, ճիշտ ես ասում։ Ու հայտնի չէր ուրիշ մեկը աշխարհում դրանով զբաղվել է, թե չէ։ Կարող է մեկը այդ իր արածը արդեն արել է, ու ինքը դա իմանար, մի ավելի թույն բանաներ դրա վրա դա օգտագործել, չեն իմացել։ Իրարից բեխաբար տենց խփել են, հա։ Դες բայց այդ բանի բա Իլոն Մասկի բա չգիտեմ, ինձ թվում է այս ոնց որ ընդհանուր մի հատ միտք է, որ մարդկությունը ահագին հավրգել է, էլի, մարդկությունը շատ է զարգացել։ Ու էսի սпасելի էր, որ եթե դու երկիր մոլորակի այնքան շատ ես ճանաչել, որ այնքան արբանյակներ ես բաց թողում, որ ասենք դեզերքից նայում ես, սա արբանյակ է երևում, ամեն company կարա իր արբանյակը բաց թողի, էլի աչուձախ։ Ամեն երկիր իր արբանյակներն ունի։ Թե ինչ են անում, զենք են օգտագործում, որ կողինին նեղեն, կողինին ճնշեն, կողինին լացասեն։ Էդի բանը կենդանի էլի, աննասուն կենդանի են էլի։ Միտքում էլ էդի կա, որ ու ասենք, այս ամեն ինչը տրված ընկեր։ Ես բանական արարած խոսքի, ասենք, դու բանական արարած, որ չի սիրում կռվել առանց պատճառի, ճոգում ես, չի սիրում կողքինին, չգիտեմ, խեղտել, չի սիրում սպանել կողինին, որ ցույց տա, որ ինքը ավելի ուժեղ կենդանի է։ Այս ամեն ինչը որ տրված է, դու սկսում ես ընկեր AI-ին ավելի շատ սիրել, քան մարդուն։ Ասում ես, ես ուզում եմ այդ հնազանդ բանական արարած, որ մարդու նման աննասուն չի լինի։ Չի ելնի գիշերվա 2-ին մի հատ ես ինչ երկ քոքի, ասենք լուսամուտից տակ, որ չթողի ես քնեմ։ Կամ է արբանյակներ բաց չթողի, մթնոլորտը չախտոտի, ինչա կողի պետությանը նեղի այդ իր արբանյակներով, որ հանգրս պատերազմ լինի, հրթիռներ բաց թողի այդ բանի վրա։ Հա։ Արածի անունն ինչ է, ասենք խոսքի, էլի։ Բայց բանը, էդ էլ է մի հատ ֆակտոր, էդ էլ է մի հատ ոնց որ ռակուրս, որից որ դու կարաս տեսնես ու կարծես, որ էս էլ մի հատ ելք է, որը որ կարա թույլ տա, որ մարդկությունը էլ աճի ու այտենց, որովհետև եթե այս տեմպերով աճի մարդկությունը, այդ բախումները գնալով մեծանալու են, ու այդ բախումները ինչքան որ մեծացան, հիմա էլ դե ամեն ինչ այնքան է զարգացել, որ հերթը կգա կհասնի նաև այդ ատոմային զիբիլին, ու ինչքան խիտ բնակեցվածություն, այդքան բնականաբար կոնֆլիկտներն ավելի թեժ։ Ու էդ էլ մի հատ ռակուրս է, որ երևի թե կարա տեսնի մարդը ասի ախպեր, եթե կարելի այնտեղ կյանք ծաղկացնել, ստեղծել, փորձենք այնտեղ կյանք ստեղծենք, որ ստեղ թեթևանա ու բանը չհասնի կործանման, հասկանում ես։ Էդ էլ է ինչ որ մի թեզ, որը որ նոր մտքիս եկավ քո ասացի համաձայն։ Նայես դե մա շատ սիրուն ֆակտոր է կա, կնես։ Էսի տամ կարող է ավելի բանանի միտքը ծաղկացնել։ Ասենք նայ ամերիկական բաները, ասես մի հատ անուն կա, չէ՞, դեզ ոնց է կոչվում, ինչ որ կոչվում է տեզերաօթային ռազմական ուժեր։ Ոնց որ սենց է կոչվում, որ տեզերական մոմենտ, ոնց որ Ռուսաստանը ունի այդ մոմենտը մոտը։ Յանի մենակ օթային ուժեր չի, օթային զինված ուժեր չի, այլ տեզերական։ Ու իրանք ասես ռիփորտ էին այս մի քանի ամիս առաջ, այդպես նորություններ ընկել, որ պետք է ռիփորտ տան բան ալմոլորակայինների վրա։ Այ Ամերիկան միշտ այս ֆակտորը հա շոշափում, հա ճպսնում այս բա ալմոլորակայիններ եւ այլն եւ այլն եւ այլն։
Հիմա էդի մոտ լրիվ ուրիշ հարց է, արդյոք կան, չկան, արդյոք փաստեր ունենք, թե չունենք։ Դրա մասին խոսալու ենք։ Հա, բայց նայ էդ ինչքան սիրուն մոմենտ է ու ճիշտ մոմենտ է, իհարկե խաբս է, բայց շատ ճիշտ խաբս է մարդկության համար, որ մարդկությունը տենա անգեր, մարդկությունը միշտ համախմբվում է ինչ-որ բանի դեմ։ Դու ես միջին մարդը դեբիլ է ըստիս, ու եթե ինքը դեբիլ է, ինքը համախմբվում է ինչ-որ բանի դեմ, ինքը չի համախմբվում հանուն ինչ-որ բանի։ Հա։ Դու ես առաջինը դեմն է, հա, կարող է հետո համոզես, որ հանուն ինչ-որ բանի համախմբվի։ Հիմա երբ որ մարդիկ իրար ուտում են, ասենք Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա, չգիտեմ, Արաբստան, ասես թիմեր են սարքում, ու պիտի իրար ավիրեն, երբ որ դու այդ կայֆը տալիս ես, այդ կայֆը չէ, կայծը տալիս ես, որ ընկեր գիտես ինչ կա, մոլորակայիններ կան, ոնց որ հələ զգուշել է կարող, հələ սպասեք, էդի ոնց որ հա դասանում բան, ասենք դասամիջոցին իրար տփում են դասարանցիք, կողի դասանից գալիս ասում, օր հոփ ընկեր, օր, սա համախմբում են ավտոմատ, ոնց էսի ուրիշ դասանից ապտի, սրա դեմ բան։ Կա այդ ֆակտորը մարդու մեջ։ Ուրեմն այդ շատ սիրուն մոմենտ է, հիմա որ Մարս գնացին, ընդդից ավելի շատ ինֆորմացիա են տենալու, ավելի շատ բան են օբզերվ անելու ու կարա նաև այդ խաբսը տան, որ գիտես ինչ կա Մարսում, քո տեսակը, մարդ արարածները պատերազմի մեջ են ալմոլորակայինների հետ, խոսքի, ասենք, սես մեծ կայծ, ջոգում է։ Պատերազմ դառնում է։ Աստղային պատերազմ անգեր։ Ոստե մարդիկ արդեն սկսեն իրար սիրով նայել, արագ ջոգեն, որ սևի ու դեղինի ու կարմիրի ու կանաչի մեջ տարբերություն կա, բայց այդ տարբերությունը գեղեցիկ է, այդ տարբերությունները օգտագործեք, այնի մի բանից է լավ, այնի ուրիշ բանից է լավ։ Օգտագործեք էդի, ոչ թե ավիրեք իրար, էլի անիմաստ տեղը։ Հա, լրիվ ապեր, լրիվ։ Էդի sense ու ես շատ կուզեմ, որ ոնց որ այլ մոլորակայիններ հայտնվեն, ջոգում ես։ Էդի ըստ իս միակ լուծումը մարդկության խաղաղության կլինի այդ հայտնվել էլի, էդ էլ է։ Կամ էլ հայտնվել են, ուղղակի մեր աչքը դրան տեսանելի չի, չգիտեմ։ Էդի բայց թեմայա, որը որ կուզեմ խոսել։ Հա, էդի երևի ուրիշ օր արժի բան։ Մի քիչ դաժե կարելի է այդ առումով մի քիչ ինֆորմացվել էլ նոր խոսել, որովհետև այսինքն ինֆորմացվել զուտ կարծիքային պատմական թեմաների էլի եղել են, չեն եղել, ոնց է եղել, խի է եղել ու ինչ ֆակտեր կան դրա մասին ընդհանրապես էլ։ Այս էպիզոդն էլ այսքանով ավարտենք, շատ հետաքրքիր, որ traveling-ից սկսեցինք, մինչև եկանք հանգեցինք մարդուն, Մարս, այլ մոլորակային, իմաստ ու սենց բաներ, Աստված, Աստծո գոյություն, սիրուն զրույցներ ա ստացվում ու վստահ եմ, որ շատ հաճելի ա լսվում, ամենայն դեպս հաճելի խոսակցվում ա։ Ապրեսով, մինչ հաջորդ էպիզոդներ։ Like մեծացնենք, follow անենք, գնանք։